Ոսկե ծիրան կինոփառատոնի հյուրերն ու կինոսերները 7 օր անց հավաքվեցին նույն վայրում։ Փառատոնի փակմանը Շարլ Ազնավուրի հրապարակը դարձյալ մարդաշատ էր։ Մինչ փակման հանդիսությունը Մոսկվա կինոթատրոնի սրահներում երևանցիները, մայրաքաղաքի հյուրերը, լրագրողներն ու կինոքննադատները իրենց համար լավագույն ֆիլմերն էին առանձնացնում, քննարկում, խոսում այն մասին, թե ինչով առանձնացավ Ոսկե ծիրանն այս տարի։ Իսկ այն այս տարի շատերի կարծիքով առավել զգացմունքային էր, թերևս որովհետև նվիրված էր մեր երկրի անկախության տարեդարձին եւ ծրագրում շատ էին հայկական ֆիլմերը։ Քանակը մեծանում է, բայց դա ինձ չի բավարարում, որովհետև ես ավելի կգերադասեի, որ 1-2 ֆիլմ լիներ ընդամենը, բայց որակը բարձր լիներ։ Քաղաքականությունը հանդեպ կինոարտադրություն պետք է փոխվի։ Եթե դա չփոխվեց, մենք 10 տարի հետո էլ լավ ֆիլմ չենք ունենա։ Ֆիլմ, որ արժանի կլինի ցուցադրել դրսում։ Այս հարցերը նաև փառատոնի վերջին օրը կլոր սեղանի թեմա դարձան։ Ռեժիսորները, կինոքննադատները փառատոնի փակումից առաջ հավաքվել էին նոր ժամանակների հայկական կինոյի վերաբերյալ իրենց հուզող հարցերը տալու, կարծիքներ փոխանակելու։ Չնայած նոր ֆիլմերի, չնայած հետաքրքիր դեբյուտների, որ մենք միշտ փորձում ենք ներկայացնել, մենք հայցում ենք մեր կինոյից ավելի խորը ընկալումը մեր ժամանակների եւ ավելի ձևաչափի մեջ ավելի միջազգային լինելը։ Մինչ մրցութային ծրագրերի հաղթողներին հայտարարելը, ավանդույթի համաձայն կինոփառատոնի փակմանը շնորհվեցին նախ հատուկ մրցանակները։ Փարաջանովյան թալերն այս տարի ստացավ Ոսկե ծիրանի հատուկ հյուրը, հանրաճանաչ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթը։ Դերասանուհին շնորհակալություն հայտնեց հրավերի եւ Հայաստանը բացահայտելու հնարավորության համար։ Ես առիթ ունեցա մի քանի բան տեսնել այս օրերին, եղա Գառնիում, տեսա հին քաղաքակրթության եւ քրիստոնեության այդ համադրումը։ Գիտեք, ես հասկանում եմ, որ իրականում շատ բաներ ունեմ այստեղ տեսնելու։ Ես անպայման ինձ հետ կտանեմ Հայաստանի ուղեցույցը եւ կուսումնասիրեմ այն։ Հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեցին գերմանացի ռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Քելեմանը, կինոգետ եւ արվեստաբան Կիրիլ Ռազլոգովը եւ Վառնայի կինոփառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրոզևը։ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար ստացավ Դավիթ Սաֆարյանը 28-94 տեղական ժամանակով ժապավենի համար։ Դավիթ Սաֆարյանը ստացավ նաեւ հայկական համայնապատկեր ազգային մրցույթի ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակը։ Հայկական համայնապատկերի մյուս 3 մրցանակակիրները Աննա Արևշատյանը, Արնո Խայաջանյանը եւ Վիգեն Արմենյանն էին։ Ֆրանսահայ Արնո Խայաջանյանի ֆիլմի սցենարի հիմքում հայոց ցեղասպանության մասին հեղինակի ընտանիքի հիշողություններն են։ Այս ֆիլմով ես ուզում էի ցույց տալ, որ 15 թվականի ցեղասպանության ժամանակ նաեւ մարդասիրական շատ դրսևորումներ են եղել։ Ինձ համար կարևոր էր խոսել այն մասին, որ Անատոլիայում գտնվել են մարդիկ, որ փրկել են իմ նախատատին եւ նախապապին։ Միջազգային վավերագրական ֆիլմերի անվանակարգում ոսկե եւ արծաթե ծիրան ստացան համապատասխանաբար Եվգենի Գրիգորևը «Ձախ ափի հանդիման» եւ Եժի Սլատկովսկին «Դոն Ժուան» ֆիլմերի համար։ Ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակը ստացավ բրազիլացի ռեժիսոր Մարկուս Պրադուն «Մանուկը» ֆիլմի համար։ Միջազգային խաղարկային մրցույթի հաղթողներին հայտարարեց փառատոնի ժյուրիի նախագահը։ Մինչ գլխավոր մրցանակակիրներին անդրադառնալը, Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ոսկե ծիրանի ժյուրիի կազմում լինելը հետաքրքիր փորձառություն էր իր համար։ Ես իմ աշխատակիցների հետ, իմ բարեկամների հետ մշտական հարաբերության մեջ լինելու համար պետք է իրենց հետ նույն հյուրանոցում ապրեի։ Եվ ես մի շաբաթ ամեն օր հյուրանոցից դուրս էի գալիս հայտնվելու իմ հարազատ քաղաքում, դա անսովոր մի փորձ էր։ Բացի այդ, ուրեմն նաև կինոն այս փառատոնը ինձ նվիրեց հրաշալի արվեստագետներ, մեծ անհատականություններ, իրար հարստացրինք այս ընթացքում ոչ միայն այն կինոներով, որ այստեղ ապրեցինք, կինոներով, որոնց հետ ապրեցինք, այլ նաև իրենց անցյալով, իրենց փորձով, իրենց երկրի ունեցած մշակութային արժեքներով, որոնց մասին մենք խոսում զրուցում էինք։ Ոսկե ծիրանը շնորհվեց խորվաթ կինոռեժիսոր Բրանկո Շմիդտին,
Գալերի անունները կինոժապավենի համար։ Ռեժիսորը անկեղծորեն զարմացավ։ Կարծում էի այսպիսի փառատոնները երիտասարդ տաղանդներին բացահայտելու համար են, իսկ ես ինչպես տեսնում եք արդեն վաղուց երիտասարդ չեմ, կատակեց նա։ Ապշում, հիանում եւ կորցնում ես քեզ այն գեղեցկության առաջ, որ այս ռեժիսորն ստեղծել է, հաղթող ֆիլմի մասին ասաց Տիգրան Մանսուրյանը։ Բրանկո Շմիդտը ստացավ նաեւ FIFPress-ի ժյուրիի հատուկ մրցանակը։ Ցանկացած հեղինակի համար մեծ պատիվ է, երբ մասնագետները, քննադատները, լրագրողները համարում են, որ դու լավ գործ ես արել։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ հույս ունեմ, որ մյուս տարի իմ նոր ֆիլմով կգամ այս փառատոնին, որը 1 ամսից սկսում եմ նկարել։ Արծաթե ծիրանը եւ Էկումենիկ ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» ֆիլմին։ Ռեժիսորի այս աշխատանքը պատմում է մի մարդու մասին, ով իրեն մեղավոր է զգում իր ընտանիքի անդամների մահվան համար եւ ինքնասպանության տարբեր ձևեր է մտածում։ Կարծում եմ այս ֆիլմը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ ունեն կրոնը եւ բարոյականությունը, եւ հուսով եմ, այն դիտելով ավելի լավ ապագայի մասին կմտածեք։ Մրցանակն ստանալիս ասաց ռեժիսորը։ Ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակն այս անվանակարգում ստացավ Իգլիկա Տրիֆոնովան, մի քանի երկրների համատեղ արտադրության դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին կինոժապավենի համար։ Այս տարի առաջին անգամ Ոսկե ծիրանի շրջանակում հանձնվեց փառատոնի նախագահի հատուկ մրցանակը։ Այն ստացավ Ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանը «Սիրո մասին» ֆիլմի համար։ Այս փառատոնն ինձ համար հատուկ է։ 2004-ին ես այստեղ եկա առաջին անգամ։ Դա առաջին Ոսկե ծիրանն էր։ Ես եկել էի իմ առաջին ֆիլմով։ Այս տարի այստեղ ցուցադրվեց արդեն իմ 4-րդ ֆիլմը։ Ես վստահ եմ, որ վերջին անգամ չեմ այստեղ։ Մենք այս փառատոնի հետ մեծանում ենք եւ ինչպես երևում է, միասին ենք ծերանալու։ Լավ ավանդույթ է։ Մրցանակների հանձնման արարողությունից հետո ցուցադրվեց Ոսկե ծիրանի փակման ֆիլմը Ժան-Պիեր եւ Լյուկ Դարդենների անծանոթուհին, որի գլխավոր դերակատարը Ժակլին Բիսեթն է։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Մշակութային ազդագիր։